պաշտպանի գրասենյակը ինչ է արել եւ նշեմ, որ այն քաղաքացին, ով ծեծկրտուքի ենթարկվել, նրան վերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Շնորհակալ եմ հարցադրման համար, ճիշտն ասած կառավարության նիստին էի, ենթադրում եմ, որ ինքս այդ պատճառով չեմ հասցրել ծանոթանալ տեղեկատվությանը, իհարկե ծեծկրտուքի եւ հետագա գործի հետ կապված, քրեական վարույթ նախաձեռնելու եւ այլ հարցերի հետ կապված մենք ուղղակի պատասխանատուն չենք, բայց հիմա անմիջապես վերադառնամ գրասենյակ, հասկանամ, թե մեր գործառույթների շրջանակում ինչ անելիք կա եւ նաեւ կարող ենք տեղեկատվություն ձեզ փոխանցել այդ թվում։ Տիկին Մանասյան, այն ինչ տիրում է մեր երկրում, այս ատելության մթնոլորտը ընդհանրապես նախ երեկվանից է սկսել, այս միջադեպի ակունքները, երբ Նորքի թաղապետը անվայելուչ արտահայտությունները իրեն թույլ տվել, չնայած եւ ոչ միայն իր կողմից է եղել։ Եվ ըստ ձեզ արդյոք պիտի երեք նա հրաժարական տված չլիներ կամ իրեն պաշտոնից հեռացրած չլինեի, որ այսօր այս միջադեպը տեղի չունենար։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի եւ բարեվարկության գնահատման ինստիտուտն է, որը միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի, միանշանակ կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով, ըստ էության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չէ այն մարմինը, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով, բայց նաեւ համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ եւ հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն, բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա։ Հիմա տեսեք, որ բառարանային բացատրություն եք տալիս երևույթներին, հանրությանը հետաքրքիր է, ինքը այս երկրում պաշտպանված է, թե պաշտպանված չի։ Հիմա ես բերեմ օրինակներ, ազգային ժողովում տեսախցիկների առաջ ԿՊԱ-ական պատգամավորը սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս։ Ուղիղ եթերում թաղապետը խուլիգանական պահվածք է դրսևորում, բարձրաստիճան պաշտոնյայի հայրը համբալ է անվանում քաղաքացիներին։ Հիմա դուք ասում եք էթիկա, դատապարտում եք այս արարքները եւ իրավական, բարոյական ու քաղաքական ինչ հետևանքներ սա պետք է ունենա։ Փայլակ ջան, չգիտեմ, ինչքանով գնահատականը բարերանային լինելու կամ չլինելու հետ կապված եւս այս համատեքստին համապատասխան, որովհետեւ ես ի սկզբանե նշեցի, որ ինձ հարց եք տալիս, որը իմ լիազորություններին ամբողջությամբ վերաբերելի չէ եւ վերաբերելի է էթիկայով զբաղվող կամ էթիկայի գնահատմամբ զբաղվող մարմինների լիազորություններին, բայց եթե հետ վերադառնանք ընդհանուր իրավիճակին, բնականաբար ես ոչ մեկ անգամ եմ արձանագրել, հիմա էլ կարող եմ արձանագրել, որ կան ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ քաղաքական ընդդիմության համատեքստում գործիչներ, ովքեր ոչ թե պարզապես խոսույթի տեսանկյունից, այլ ընդհանուր գործունեության տեսանկյունից միանշանակ, այո, եւ ես հատուկ եմ շեշտադրում ոչ միայն քաղաքական ընդդիմության, նաեւ քաղաքական մեծամասնության մասին։ Պաշտպանված ենք, թե պաշտպանված չենք, քաղաքացին գնում է հանրային քննարկման, իրեն այնտեղ դաժան ծեծում են։ Հիմա դուք ասեք, Հայաստանի Հանրապետության հպարտ կլինի, դուխով կլինի, հերոս կլինի, քաղաքացին պաշտպանված է, թե պաշտպանված։ Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում խնդիրները բազմաթիվ են եւ այդ խնդիրները ոչ թե մի հարթությանն են վերաբերելի, դրանք վերաբերելի են տարբեր հարթությունների, տարբեր մակարդակների, տարբեր խնդիրների ու դրանք պետք է լուծումներ ստանան եւ այսպես ասեմ, նաեւ պատահական չի թե իմ տարեկան հաղորդման, թե վատ վերաբերմունքի ու խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում, նաև պարբերաբար հրապարակվող այլ զեկույցներում ու հայտարարություններում իմ այն դիտարկումը, որ այո, չափազանց շատ են իրավունքների պաշտպանության բնագավառում խնդիրները եւ դրանք պետք է լուծումներ ստանան։ Շատ ավելի մանրամասն այդ բոլոր խնդիրներին անդրադարձ մշտապես կատարում։ Հիմա Նորքի թաղապետը լավ է արել, վատ է արել, ասեք, դատապարտում եք, այդ բառը ասեք, հստակ։ Փայլակ ջան, ես արդեն հարցին պատասխանեցի, որ ես ըստ էության չեմ հասցրել այդ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությանը, չէ, կարիք չկա ցույց տալ, ես նաև խոստացա, որ հենց անմիջապես կվերադառնամ գրասենյակ ուսումնասիրենք եւ բնականաբար ձեզ հետ կապի մեջ կլինենք, կարծում եմ իմ եւ մեր հաստատության հետ կապի առումով պետք է որ խնդիր չլինի, վստահաբար մենք անմիջապես նաև կփոխանցենք տեղեկատվություն մեր անելիքի հետ կապված։ Ես եմ շնորհակալ։